Այսօր խոսելու ենք Հայաստանի Հանրապետության առողջապահական ծառայությունների շուկայում գնագոյացման առանձնահատկությունների մասին։ Առողջությունը մարդու հիմնարար իրավունքն է եւ այդ իրավունքի իրացումը պետությունը ստանձնում է իր պետական քաղաքականության շրջանակներում։ Առողջապահական համակարգերում վերջին ժամանակներում զգալի առաջընթացներ են գրանցվել, այնուամենայնիվ առողջապահական համակարգը դեռևս դիմակայելու խնդիր ունի 21-րդ դարի մարտահրավերներին, այն իմաստով, որ զարգանում են տեխնոլոգիաները, բժշկական սարքավորումները, նոր մոտեցումներ են ձևավորվում, ժողովրդագրական տեղաշարժեր են տեղի ունենում, բնակչության մոտ ավելանում է քրոնիկ հիվանդությունների տևողությունը, միևնույն ժամանակ զարգանում են տեխնոլոգիաները, միևնույն ժամանակ ավելանում է բնակչության գրագիտությունը եւ պահանջկոտությունը առողջապահական ծառայությունների նկատմամբ եւ դրանով իսկ առողջապահական ծառայությունների ոլորտում խնդիր է առաջանում գնագոյացման հարցերի վերաբերյալ, ինչ մեխանիզմներով իրականացվեն գնագոյացման գործընթացները։ Այդ իմաստով անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երկիր եւ տարածաշրջան ունենա գնագոյացման իր առանձնահատկությունները։ Այնուամենայնիվ, ինչպես էլ մենք դիտարկենք գնագոյացման առանձնահատկությունները տարբեր երկրներում եւ աշխարհում, միևնույն ժամանակ պետք է նշենք, որ ընդունված համակարգ է, որ առողջապահական ծառայությունները, հետևաբար գնագոյացման առանձնահատկությունները իրացվում են 3 մակարդակներում, դրանք լաբորատոր պոլիկլինիկական ծառայություններն են, դրանք հիվանդանոցային ծառայություններն են, հատուկ բուժական սպասարկում իրականացնող ծառայությունները եւ շտաբ բուժօգնության ծառայությունները։ Պետք է նկատի ունենանք, որ այս ծառայություններից յուրաքանչյուրը ունի իր բնակչության իր ծածկույթը, այսինքն սպասարկում է բնակչության որոշակի հատվածին, ելնելով առողջապահական խնդիրների առանձնահատկություններից։ Եվ միևնույն ժամանակ պետք է նշել, որ այս մակարդակները տարբեր նպատակներ են հետապնդում, այն իմաստով, որ այդ նպատակները ունեն իրենց տարբեր ռեսուրսածախսը եւ հետեւաբար նրանք պետք է կարողանան այդ ռեսուրսները ծախսելով կարողանանք հասնել վերջնական բնակչության առողջության ապահովման խնդիրների լուծմանը։ Առողջապահությունը Հայաստանի Հանրապետության սոցիալական կարևոր ոլորտներից մեկն է եւ սոցիալական ոլորտ լինելով մշտապես գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական պետական քաղաքականության հիմքում եւ առաջնահերթություններում։ Պետությունը ստանձնում է առողջապահական խնդիրների լուծումը, միևնույն ժամանակ պետք է նշենք, որ առողջապահական համակարգում առկա են որոշակի գնագոյացման համակարգում առկա են որոշակի խնդիրներ, որոնք մտահոգություն են առաջացնում ինչպես սպառողների, այնպես էլ առողջապահական ծառայություններ մատուցողների մոտ։ Սկզբունքորեն առողջապահական ծառայությունների գները սահմանվում են գնագոյացման մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են գլոբալ պետական բյուջեի շրջանակներում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարվա սկզբում սահմանվում է մեկ բնակչի հաշվով ֆինանսավորման նորմատիվ եւ այդ ֆինանսավորման նորմատիվի համաձայն տրամադրվում է ֆինանսավորում բուժ հիմնարկներին։ Ինչ է նշանակում միավորի ֆինանսավորում առողջապահական համակարգի համար։ Սա ենթադրում է, որ հաշվարկը կատարվում է հաշվառված մեկ բնակչի հաշվով, անկախ նրանից այդ բնակիչը այդ տարվա ընթացքում դիմել է բուժհաստատություն ծառայություն ստանալու համար, թե չի դիմել, հաճախել է պոլիկլինիկա, թե չի հաճախել
կամ ստացել է բուժծառայություն, թե չի ստացել։ Այսինքն ֆինանսավորման այս մեխանիզմը հաշվի չի առնում անգամ հաճախելիությունը։ Հաճախելիություն ասելով հասկանում ենք, որ տվյալ բնակիչը տարվա ընթացքում քանի անգամ է հաճախել բժշկական հաստատություն, առողջապահական հաստատություն։ Առողջապահական հաստատությունում գլոբալ բյուջեն ենթադրում է առաջնային առողջապահական կազմակերպություններում ենթադրում է, որ յուրաքանչյուր հաշվառված բնակչի հաշվով բուժհաստատության ֆինանսավորումը կազմում է 3048 դրամ 18 եւ բարձր տարիքի մեծահասակների համար եւ կրկնակի անգամ ավելի բարձր 6096 դրամ մինչև 18 տարեկան երեխաների համար ֆինանսավորումը այդպես է նախատեսվում։ Այնուամենայնիվ մեր կողմից կատարված հետազոտությունների շրջանակում մենք պարզաբանեցինք, որ հավաքագրելով որոշակի գներ, որոնք մատուցվում են մասնավոր եւ պետական բժշկական հաստատություններում մատուցվող ծառայությունների դիմաց, այնուամենայնիվ մենք մեր հավաքած տվյալները ցույց տվեցին, որ նույնատիպ ծառայությունների համար պետական ֆինանսավորումը կազմում է մասնավորի համեմատությամբ 3-ից 4 անգամ ավելի պակաս, իսկ նույն կազմակերպության շրջանակներում պետական ֆինանսավորումը նույն կազմակերպությունում նույն ծառայության դիմաց 2-ից 2.5 անգամ ավելի թանկ են վճարում, եթե վճարում է բնակիչը, որը հաշվառված չէ տվյալ տարածքում, որը իրականացնում է բժշկական ծառայություն։ Սա նշանակում է, որ մենք այստեղ ունենք լուրջ խնդիր գնագոյացման առանձնահատկություններից ելնելով, որովհետև ստացվում է, որ բուժհաստատությունը ունենալով որոշակի ֆինանսական միջոցներ, այդ միջոցները չի կարողանում բավարար չափով ուղղել իր վերարտադրության գործընթացներին, այսինքն պետական ֆինանսավորման գլոբալ բյուջեի սկզբունքը հնարավորություն չի տալիս ոչ միայն պարզ վերարտադրության, այլ նաև ընդհանրապես հնարավորություն չի ստեղծում ընդլայնված վերարտադրության, ասել է թե այնպիսի միջոցների ձևավորման համար, որոնք հնարավորություն կտան նոր տեխնիկա, տեխնոլոգիա, սարքավորումներ ձեռք բերելու, լաբորատոր գործիքային բազան հզորացնելու համար։ Գլոբալ բյուջեի սկզբունքով ֆինանսավորումը փաստորեն բնակչության մոտ առաջացնում է որոշակի դժգոհություններ։ Մեր կողմից իրականացվել է հարցում բնակչության շրջանում առողջապահական ծառայություններից գոհունակությունը գնահատելու նպատակով։ Հարցման արդյունքներով պարզ է դարձել, որ մասնավոր կազմակերպություններից, բժշկական կազմակերպություններից ավելի բարձր գոհունակություն կա, ավելի բարձր են գնահատում բուժանձնակազմի պատրաստվածությունը, ավելի բարձր են գնահատում շենքային պայմանները, տեխնիկայի, տեխնոլոգիայի առկայությունը կազմակերպություններում, ինչը չենք կարող արձանագրել պետական պոլիկլինիկական ծառայության դեպքում։ Սա նշանակում է, որ գլոբալ բյուջեն նվազագույն ծախսերն է փոխհատուցում առողջապահական ծառայություններ մատուցելիս, հետևաբար այստեղ խնդիր կա եւ անհրաժեշտություն կա վերանայելու բյուջեի ձևավորման մոտեցումները։ Նույնպիսի խնդիրներ կան նաեւ հիվանդանոցային բուժման պարագայում, հիվանդանոցային բուժսպասարկումը իրականացնելու դեպքում եւս ֆինանսավորումը իրականացվում է ոչ բավարար չափով։ Մեր կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզել ենք, որ օրինակ ակնաբուժական կատարակտ հիվանդության վիրահատության դեպքում պետությունը հիվանդության վիրահատությունը փոխհատուցում է 100,000 դրամի չափով։ Նույն հիվանդության վիրահատությունը կարելի է իրականացնել տարբեր մեթոդներով, նոր մեթոդներով, որոնք ներառում են նոր տեխնիկա,
եւ նոր տեխնոլոգիական միջամտություն եւ հին մեթոդներով, որը համեմատաբար ավելի տրավմատիկ է եւ ավելի ոչ ընդունելի բնակչության կողմից։ Այնուամենայնիվ, երբ որ մենք վեր ենք լուծում ստացված տվյալները, մեզ մոտ ստացվում է պատկեր, որ անգամ տրավմատիկ մեթոդով իրականացվող վիրահատության դեպքում վիրահատության համար պետությունը փոխհատուցում է ընդամենը 100,000 դրամ, այսինքն 70%-ով ավելի պակաս, քան նախատեսված է վիրահատական ծախսերի համար։ Հետազոտության արդյունքները ցույց տվեցին եւ ամրագրվեցին փորձագետների կարծիքներով, որ այդ տվյալ հիվանդության վիրահատության համար անհրաժեշտ է առնվազն 230,000 դրամ, որը ենթադրում է, որ այդ գումարի 50%-ը տրամադրվելու է աշխատավարձին, 30,000 դրամի կարգի տրամադրվում է հետազոտություններին, իսկ 35,000 դրամ տրամադրվում է դեղորայքին եւ վիրահատության համար անհրաժեշտ այլ նյութերին։ Այստեղից մենք պատկերացնում ենք, որ պետական ֆինանսավորումը պետության կողմից սահմանված ծավալներով եւ անհրաժեշտ պահանջվող որակով այդքան էլ այս պահին նպատակահարմար չէ այս մեթոդով իրականացնել գնագոյացման մեխանիզմները։ Գնագոյացման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն եւ կարիք կա այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Մեր հետազոտական խմբի կողմից իրականացված եւ ամբուլատոր պոլիկլինիկական եւ հիվանդանոցային եւ շտաբ բուժօգնության ոլորտներում արդյունքները ցույց են տալիս, որ եւ փորձագետները եւ բժիշկները բավարարված չեն գնագոյացման նման մեխանիզմի կիրառմամբ։ Առողջապահական ծառայությունների գների սահմանման ժամանակ շատ կարևոր է, որ գները սահմանվեն օբյեկտիվ եւ իրական ցույց տան այն անհրաժեշտ ծախսումներն ու ընդլայնված վերարտադրության համար անհրաժեշտ գումարները, որոնք հնարավորություն կտան զարգացնել առողջապահական ոլորտը։ Պետք է նշել, որ ոչ օբյեկտիվ սահմանված գինը, որը բարձր կամ ցածր է իր օբյեկտիվության շրջանակներից, լրացուցիչ դժվարություններ է առաջացնում, այն իմաստով, որ օրինակ, եթե մենք սահմանում ենք ցածր գին, որը չի ծածկում ծախսերը, դա ենթադրում է, որ բժշկական կազմակերպությունը իր կողմից կարող է լրացուցիչ ավելորդ ծառայությունների մատուցման անհրաժեշտություն առաջացնել, ինչը ենթադրում է, որ հիվանդը, պացիենտը ավելի անհրաժեշտություն կունենա իր հիվանդության բուժման համար լրացուցիչ բեռ վերցնել, ֆինանսական բեռ վերցնել իր վրա, քանի որ հիվանդության բուժման համար անհրաժեշտ են կոնկրետ միջամտություններ, կոնկրետ հետազոտություններ։ Երբ որ գինը օբյեկտիվ սահմանված չի լինում, սահմանված է լինում իր արժեքից ցածր, բուժ հիմնարկությունը լրացուցիչ հետազոտություններ է նշանակում կամ ներգրավում է համեմատաբար առողջ հիվանդներին, այսինքն որպեսզի քիչ ծախսերով կարողանա ավելի մեծ ծառայությունների ծավալ մատուցել։ Գնագոյացման մեխանիզմների ժամանակ տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում եւ քանի որ Հայաստանի Հանրապետությունում այսօր հրամայական է գնագոյացման նոր մեխանիզմների սահմանումը, նոր մոտեցումների ձևավորումը, որը հնարավորություն կտա կառավարել նաեւ առողջապահական ծառայությունների շուկան, անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել նաև միջազգային փորձը։ Մենք ուսումնասիրել ենք մեր հարևան Վրաստանի գնագոյացման փորձը, այնտեղ ծառայությունների դիմաց վճարները, հետևաբար ֆինանսավորման ծավալները սահմանվում է համապատասխան ախտորոշման որոշակի խմբին պատկանելիության,
ինչը ենթադրում է, որ հիվանդության համար փոխհատուցումը պետության կողմից տրվում է ելնելով այն հանգամանքից, որ այդ հիվանդը ախտորոշման որ խմբին է պատկանում։ Բելարուսում ֆինանսավորումը իրականացվում է ծառայության վրա ծախսված ժամանակի նորմայի հիման վրա, սահմանային ինքնարժեքին գումարվում է նաև շահութաբերության 30%-ը եւ դրանով սահմանվում է ծառայության արժեքը։ Պետք է նշեմ, որ Հայաստանում բացի գլոբալ բյուջեից կիրառվում է նաև կատարողականի հիման վրա ֆինանսավորումը, որը եւս այդքան էլ ժամանակի պահանջներին համապատասխան չէ։ Վերը նշվածի համատեքստում չափազանց կարևոր է գնագոյացման նոր մեխանիզմների ձևավորումը եւ կարգավորումը։ Գնագոյացման նոր մեխանիզմների ձևավորման համար կարող է որակյալ նախադրյալ հանդիսանալ առողջապահական տեխնոլոգիաների գնահատումը, որը իրենից ներկայացնում է տեղեկացված որոշումների կայացում, ինչը ենթադրում է, որ պետք է կարողանանք ֆոնդ արդյունավետության եւ կլինիկական արդյունավետության միջոցով սահմանել այնպիսի գներ, որոնք մրցունակ կլինեն եւ կծածկեն ծառայությունների համար մատուցվող ծախսերը։ Այս առումով չափազանց կարևոր է նաև առողջապահական գների սահմանման եւ կարգավորման մարմնի դերը, որը պետք է երկխոսություն ստեղծի պետության եւ առողջապահական ծառայություն մատակարարողների միջև, ստեղծելով հնարավոր նախադրյալներ այնպիսի գործոնների հաշվի առմամբ, որը շահավետ կլինի թե պետության եւ թե բուժ հիմնարկների ծախսածածկման նպատակներին հասնելու համար։ Գնագոյացման նոր մեխանիզմների ստեղծումը, որը կարող է լինել համապարփակ համակարգ, հնարավորություն կստեղծի վերացնել մասնատվածությունը պետական եւ մասնավոր առողջապահական հաստատությունների միջև եւ հնարավորություն կստեղծի պետության կողմից սահմանված չափանիշը դիտարկել որպես գնագոյացման հիմնարար սկզբունք եւ դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության բնակիչը կկարողանա ստանալ համանման համարժեք ծառայություններ եւ մասնավոր եւ պետական համակարգում, չնայած այն հանգամանքին, որ մասնավոր բուժհաստատություններին դիմում են ելնելով իրենց ֆինանսական հնարավորություններից, այնուամենայնիվ պետական չափանիշը կդառնա այն հիմնարար սկզբունքը, որի վրա կհիմնվի ընդհանուր բուժսպասարկման գնագոյացման մեխանիզմը։